Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Թումանյանի պահպանության բաժնի կողմից իրականացվում է մասնավոր օբյեկտների պահպանություն։ Դրանց մեջ մտնում են խանութներ, կրպակներ, գործարաններ եւ այլն։ Ծառայության աշխատակիցների կողմից իրականացվում է նաեւ պայթուցիկ նյութերի տեղափոխություն, ինչպես նաեւ հարավկովկասյան երկաթուղով բեռների ուղեկցում ամբողջ հանրապետության տարածքում։ Մասնավոր օբյեկտների պահպանությունն իրականացվում է Թումանյանի ոստիկանության շենքում տեղակայված ԿԴԿ-ից կենտրոնական դիտարկման կետից։ Թումանյանի պահպանության բաժնի կենտրոնական դիտարկման կետում վերջերս տեղադրվել եւ արդեն կիրառվում է պահպանության տեխնիկական նոր համակարգ, որը կառավարվում է արբանյակային եղանակով։ Պետական պահպանության գլխավոր վարչության պետ գնդապետ Մկրտունյանի հանձնարարությամբ եւ անմիջական աջակցությամբ մեր մոտ Թումանյանի պահպանության բաժնում առաջին հանրապետությունում կիրառվում է լրիվ նոր տեխնիկական համակարգի տեղադրում։ Դա կատարվել է, ուրեմն արդեն տեղադրման աշխատանքներն ավարտվել են։ Մինչև այս պահպանության բաժնում կար տեխնիկական միջոցների թերհագեցվածություն, ասում է Թումանյանի պահպանության բաժնի պետ Գևորգ Խուդինյանը։ Վերջի ապարատուրան, որը մենք ունենք 1976-79 թվականների էր եւ չի համապատասխանում այսօրվա ոչ պահանջներին, ոչ էլ տեխնիկապես մաշված է, բարոյապես տեխնիկապես լրիվ մաշված է։ Նոր համակարգը թույլ է տալիս պահպանվող օբյեկտներում վերահսկողություն կատարել, ավելի հստակ նվազեցնել կողոպուտի հավանականությունը։ Նախկին համակարգն աշխատում էր մալուխների միջոցով, որոնք վատթար վիճակում են, իսկ այս համակարգը միանգամից արբանյակից է կառավարվում եւ ունի մի քանի առավելություններ։ Հոսանքի տատանումների, հոսանքի կտրվելու դեպքում, եթե մենք ունենք մենք խնդիրներ, այս համակարգը այդ խնդիրները բացառում է։ Դրան գումարած հնարավորություն ունի միանգամից նաև իր վրա վերցնելու տեսախցիկներով ֆիքսելու օբյեկտ մտնող դուրս եկող ցանկացած մարդու, այսինքն այդ բոլոր օբյեկտներում մենք կարանք այդ աուդիո-վիդեո նկարահանումները իրականացնենք հենց տեղից։ Հնարավորություն տալիս GPRS համակարգի տեղադրումը բոլոր մեքենաների պահպանությունը իրականացնել ամբողջ հանրապետության տարածքում։ Գևորգ Խուդինյանն արդեն 16 տարի ղեկավարում է Թումանյանի պահպանության բաժինը, ասում է պահպանվող օբյեկտների թիվը տարեցտարի ավելանում է, այժմ դրանք 184-ն են։ Բաժնի կողմից պահպանվող օբյեկտներ կան ոչ միայն Թումանյանի տարածաշրջանում ու Լոռու մարզում, այլև ամբողջ հանրապետության տարածքում ներառյալ Երևանը։ Վստահությունը մեր նկատմամբ, մեր ծառայության նկատմամբ բավականին բարձր է ու սա ընդհանրապես կավելանա որպես ստիմուլ։ Ու ըստ այմ, եթե ունեն արդեն օբյեկտներ, նորակառույց օբյեկտներ հաստատ միանշանակ կմտնեն մեր պահպանության տակ։ Անցումը հին համակարգից նոր համակարգի իրականացվելու է ըստ տնտեսվարող սուբյեկտների ցանկության, որոնց հետ պահպանության բաժինն ունի պայմանագրեր։ Նոր համակարգին անցնելու դեպքում կնվազի նաև վճարը։ Իօքուտ իրանց անելու, այսինքն եթե սորյան կատարում են վճարումներ պահպանության վարձից զատ վճարում են 1200 դրամ ամեն ամիս Արմենտելի տրամադրած ուղի գծերի համար, այս պարագայում վճարը դառնում է 100 դրամ։ Թումանյանի պահպանության բաժնի պետի խոսքով հաջորդ տարվա վերջին հին համակարգն այլևս կիրառության մեջ չի